Բարի երեկո, ուղիղ եթերում է Ազատության լրատվական կենտրոնը, օրվա գլխավոր թեմաներն են։ Հեռախոսազրույց Ղարաբաղյան հակամարտության թեմայով Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև։ Այդ պատերազմով Ադրբեջանը հասավ նրան, որ Ղարաբաղը մի շարքի մեջ մտավ Սիրիայի, Ուկրաինայի հետ ու դրա ապացույցը հենց այդ հեռախոսազրույցն է։ Նպաստել են արդյոք նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնները որդիների հարստացմանը, Պետեկամուտների կոմիտեի ներկայիս ղեկավարն անսով որ ոչինչ չի նկատել։ Ես այդ ժամանակահատվածում չեմ տեսել որևէ մի արտարոց դեպք, որը որ նպաստել է կոպիտ ձևով իր տղաների հարստացմանը։ Բողոքի երթ դեպի Բաղրամյան 26, ի պաշտպանություն ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի։ Այսօր դուք կարող եք Ժիրայր Սեֆիլյանին բանտել, բայց այն գաղափարը բանտել անհնարին է։ Հենրիխ Մխիթարյանը նոր շունչ կհաղորդի Մանչեսթեր Յունայթեդին, բրիտանական մամուլը գրում է ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։ Բայց երբ հայրս մահացավ, իմ երազանքը դարձավ ֆուտբոլիստ դառնալ։ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ գերտերությունների ուշադրության կենտրոնում։ Երեկ ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Օբամայի և Ռուսաստանի առաջնորդ Պուտինի միջև։ Երկու նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սանտ Պետերբուրգյան հանդիպմանը։ Երեկ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները քննարկել են Ղարաբաղյան խնդիրը։ Մինչ ռուսական մամուլը գրում էր, որ երկրի նախագահը հերթական անգամ անհետացել է, մասնավորապես չեղարկել է այս շաբաթ նախատեսված իր բոլոր այցերը Ռուսաստանի տարբեր մարզեր, Վլադիմիր Պուտինը երեկոյան զանգել էր ամերիկացի պաշտոնակցին և քննարկել Ղարաբաղյան խնդիրը, Սիրիան և Ուկրաինան։ Հենց այս հերթականությամբ սովորաբար ռուս-ամերիկյան բանակցություններում Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկվող հարցերի շարքում վերջինն էր հիշատակվում։ Օբամա-Պուտին հեռախոսազրույցի մասին մամլո հաղորդագրություններ են տարածել և Կրեմլը և Սպիտակ տունը։ Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Պուտինը Օբամային որպես ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները։ Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Մոսկվան առաջնորդվել է հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման և խաղաղ բանակցային գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունից։ Կրեմլի մամլոյցարայությունը հաղորդում է նաև, որ Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերն այս ուղղությամբ։ Կրեմլին գրում է, որ նախագահները պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում։ Սպիտակ տան պաշտոնական կայքում կարդում ենք ընդամենը, որ հեռախոսազրույցի ընթացքում Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ակտիվացնել ջանքերը հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով այն, որ Ղարաբաղյան խնդիրը հայտնվել է աշխարհի լիդերների ուշադրության կենտրոնում, խոսում է առաջին հերթին այն մասին, որ Ադրբեջանը սկսելով ապրիլյան պատերազմը հասել է իր նպատակին։ Ու հասավ իր զատի, հիմա իրոք աշխարհը մտահոգված է ու հասկանում է, որ նաև Ղարաբաղի հարցը պետք է լուծենք։ Այդ պատերազմով Ադրբեջանը հասավ նրան, որ Ղարաբաղը մի շարքի մեջ մտավ Սիրիայի, Ուկրաինայի հետ ու դրա ապացույցը հենց այդ հեռախոսազրույցն է։ Նախկինում միջև այդ ապրիլյան պատերազմ ընդհանրապես դրա մասին խոսքը չէր կարող գնալ, հակառակը աշխարհում ասում են, դե Սիրիա ունենք, Ուկրաինա ունենք, մենք չենք կարող ակտիվ զբաղվել Ղարաբաղի հարցով։ Հիմնական տարբերությունը Ռուսաստանի և մյուս համանախագահների միջև ըստ քաղաքագետի նրանում է, որ Մոսկվան իր սեփական շահերից ելնելով ստիպում է Հայաստանին հանձնել շրջաններ Ադրբեջանին։ Երեքն են Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը իրոք դեմ են, որ լինի պատերազմ մեծ ինչ-որ բան է։ Տարբերությունը մի շատ կարևոր հարցում կա։ Այնուամենայնիվ Ռուսաստանը ուզում է օգտվել իրավիճակից ու ինչ-որ հարցեր իրար լուծել։ Օրինակ, Ռուսաստանը ակնհայտ երևում է, որ ուզում է, որ Հայաստանը ինչ-որ տարածքներ հետ վերադարձնի Ադրբեջանին, որ համոզի Ադրբեջանին մտնել Եվրասիական տնտեսական միություն։ Զանգելով Օբամային երեկ և քննարկելով հենց առաջին հերթին Ղարաբաղի հարցը, Պուտինը ըստ փորձագետի փորձել է մեղմել Մոսկվայի և Արևմուտքի միջև Սիրիայի և Ուկրաինայի հարցերով առկա տարաձայնությունները Վարշավայի գագաթնաժողովից առաջ։ Որ
Վարշավայում նախապատրաստվում են որոշումներ, որոնք կարող են բավական կոշտացնել հարաբերությունները Արևմուտքական-ՆԱՏՕ-Ռուսաստան ու միգուցե այս հեռախոսազանգը նաև դրան է ուղղված, ասենք, բազել դիրքորոշումները մի քիչ ավելի մեղմացնել, ես դա չեմ բացառում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան, մասնակցելու Աֆղանստանում հաստատակամ աջակցություն առաքելության ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը։ Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ հանդիպումն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում։ Սարգսյանը Վարշավայում նաև երկկողմ հանդիպումներ կունենա, թե ինչ հանդիպումներ չի մասնավորեցվում։ Փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանն այսօր Ազատության հետ զրույցում հերքեց տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի արտգործնախարարը Երևան էր բերել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարբերակ, որը նախատեսում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում։ Լավրովի այցից հետո Իզվեստիան գրեց, որ ինչ-որ տարբերակի մասին, որ սահմանը հնարավոր է բացվի Ադրբեջանի հետ Թուրքիայի հետ, Լավրովը իր հետ նոր ինչ-որ առաջարկներ բերել էր Երևան։ Իզվեստիան ինչ-ուզի կարա գրի, Լավրովը տենց բաներ չի բերել։ Չի բերել։ Իսկ քննարկվել է Ղարաբաղի հարցը Լավրովի այցի ժամանակ։ Քննարկվել է հապկի հարցերը։ Հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը եւ այդ նպատակով Հայաստան էր ժամանել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարը։ Նույն օրը կայացավ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդման քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Երևանից Լավրովի մեկնելուց հետո Մոսկովյան Իզվեստիա պարբերականը գրեց, թե Հայաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ոչ պաշտոնապես քննարկել է Ղարաբաղյան հարցը եւ ինչպես պարբերականին փոխանցել էին դիվանագիտական աղբյուրները, Կրեմլի միջնորդությամբ ընթացող Ղարաբաղյան կարգավորումը ակտիվ կերպով է առաջ շարժվում։ Ըստ Իզվեստիայի ռուսական ծրագիրը նաև նախատեսում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում եւ որ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Ղարաբաղյան կարգավորման վրա։ Այսօր հայտնի դարձավ, որ Երևան այցելելուց մեկ շաբաթ անց Սերգեյ Լավրովը մեկնելու է Բաքու։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ժամեր առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի մայրաքաղաքում Լավրովը քննարկելու է նաև Ղարաբաղյան հարցը։ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով Մոսկվան շտապում է Ղարաբաղյան կարգավորման գործում առնվազն երկու պատճառով։ Նախ մտահոգված է հետխորհրդային երկրներում ՆԱՏՕ-ի արևմտյան պետությունների սպասվող նոր ակտիվացմամբ եւ ակնհայտորեն ցանկանում է Ադրբեջանին ներգրավել ռուսական տարբեր կառույցներում ԵՏՄ եւ ՀԱՊԿ։ Պատահական չէ, որ արդեն մեկ տարուց ավելի է Ռուսաստանը Կովկասում ել ավելի է ակտիվացրել իր գործողությունները մի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը բոլոր առումներով սահմանափակելու համար, մյուս կողմից Ադրբեջանին իր հովանոցի տակ պահելու եւ կանխելու նրա հետագա հարաբերությունների խորացումը եւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության եւ մնացյալի հետ։ Ըստ վերլուծաբանի իր նպատակին հասնելու համար Մոսկվան շարունակում է ճնշումը Հայաստանի նկատմամբ նպատակ ունենալով զիջումներ կորզել Ղարաբաղյան հարցում։ Մյուս կողմից Կրեմլը շտապեց կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, դարձյալ սահմանափակելու արևմտյան ազդեցության նոր հնարավոր մեծացումը նաև հարավային Կովկասում։ Շարունակենք ծրագիրը։ Շաբաթվա սկզբին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից հետո Կրեմլին մոտ կանգնած Իզվեստիա պարբերականը կրկին սկսեց խոսել հակամարտության կարգավորման ռուսական նախագծի մասին, պնդելով, թե Լավրովը Երևանում ոչ պաշտոնապես քննարկել է մի ծրագիր, որը նախատեսում է նաև հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում։ Հայաստանի արտգործնախարարությունը հերքում է այս հրապարակումները։ Հայաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող թանկարժեք առանձնատան մասին հրապարակումն է։ Առայժմ հետքի հոդվածը միայն ուսումնասիրվում է։
Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար հայտարարած Հայաստանի կառավարության անդամներն արտասովոր չեն համարում, որ նախարարի որդիները ծաղկում բիզնեսի սեփականատերեր են։ Ավելին, պետեկամուտների կոմիտեի ներկայիս ղեկավարը նախկին պաշտոնակցի գործողություններում ոչինչ չի նկատել, ինչը կնպաստեր նրա երիտասարդ որդիների բիզնես հաջողություններին աղքատության բարձր մակարդակ ունեցող Հայաստանում։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը վստահեցնում է, իր պաշտոնավարման ընթացքում ուսումնասիրելով Գագիկ Խաչատրյանի գործունեությունը ՊԵԿ ղեկավարի պաշտոնում չի հանդիպել որևէ արտարոց դեպքի, որը նպաստել է Խաչատրյանի որդիների հարստացմանը։ Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների մասին հետք-պարբերականի հրապարակումը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն ընթացք տալու։ Այդ մասին Ազատությանը հայտնեցին գլխավոր դատախազությունից, հրաժարվելով այլ տեղեկատվություն տրամադրել։ Հիշեցնենք, մոտ մեկ շաբաթ առաջ հետքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ֆինանսների նախարարի որդիները 2010 թվականին 11 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում եւ այժմ այն վաճառքի են հանել 35 միլիոն դոլարով։ Փաստորեն այս հրապարակման մանրամասները ներկայումս պետք է քննի Ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչ եք կարծում, արդյոք նախարար լինելու այդ հանգամանքը նաև չի նպաստում որդիների հարստացման այսպես գործում։ Ես գիտեմ, որ իր տղաները բիզնեսմեն են, իսկ թե դա որքանով է նպաստել բիզնեսի շահերին, ես դա այդ հարցին պատասխանել չեմ կարողանում, որովհետև ես այն ժամանակ ՊԵԿ-ում չեմ աշխատել եւ ՊԵԿ-ի ներսը չեմ եղել, տեղյակ չեմ։ Բայց սա լուրջ շահերի բախում չի առաջացնում։ Ի վերջո հասարակությունը պարզ այսպես իրար կողք է համադրում փաստերը, նախարար եւ միլիոնատեր նախարարի որդիներ, այսինքն ինչպես են նրանք հարստացել։ Արդյոք հասարակությունը չպետք է իմանա կապը նախարարի եւ նրա ազդեցության իր որդիների այսպես հարստացման, եկամուտների ավելացման գործում։ Ես դες ընդհանրապես մեկ բան կարող եմ պատասխանել։ Իմ ՊԵԿ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից նշանակվելուց հետո համենայն դեպս գործունեությունից ելնելով իմ լիազորությունների շրջանակներից ելնելով, երբ որ ես սկսել եմ աշխատել, արդեն տարբեր նյութերի եմ ծանոթացել եւ տարբեր պատասխանների եմ տիրապետել եւ տարբեր եւ անցյալում եւ այսինքն որ սկսում ես աշխատել, բնականաբար ինչ որ ժամանակահատված տիրապետում ես նաեւ անցածին։ Ես այդ ժամանակահատվածում չեմ տեսել որևէ մի արտարոց դեպք, որը որ նպաստել է կոպիտ ձևով իր տղաների հարստացմանը։ Համենայն դեպս իմ նշանակվելուց հետո որևէ բիզնեսմեն չկա ինձ դիմաց կամ բողոքած կամ դժգոհություն հայտնած, որ այն ժամանակ իմ շահերը ոտնահարվել են իօքուտ Խաչատրյան Գագիկի որդիների։ Նկատենք 2016 թվականի մարտից ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Հովսեփյանի անունը նույնպես հաճախ է հայտնվում մամուլի էջերում, իբրև միլիոնատեր պաշտոնյայի։ Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, միայն անցած 5 տարիներին Հովսեփյանը ստացել է ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն։ ՊԵԿ նախագահը վստահեցնում է, թե այդ միլիոններն իրեն նվիրում է Ռուսաստանում ապրող եղբայրը։ Նորմալ է ունենալով աղքատության բավական մեծ տոկոս այսօր երկրում ու ունենալով միլիոնավոր կարելի ասել նաև աղքատներ Հայաստանում, դրա կողքին ունենալով այնպիսի պաշտոնյաներ եւ նաև պաշտոնյաների ընտանիքներ, ովքեր միլիոնատերներ եւ միլիարդատերեր են եւ կարող են իրենց թույլ տալ այդ օրինակ գնումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Ես հիմա ուզում եմ պատասխանեմ հարցին միանգամից մասով եւ չեմ ուզում պատասխանել որևէ մեկի մասով։ Ես հայտարարագիր լրացել եմ առաջին անգամ 2002 թվականին, երբ որ զբաղեցրել եմ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը։ Երբ որ ցանկացած մարդ իմ 2002 թվականի իմ հայտարարագիրը որ վերցնի նայի, կտեսնի, որ իմ հայտարարագրում այն ժամանակվանից մինչև 14 տարի հետո մեծ բան չի փոխվել։ Եվ դա կպցնել ինձ, որ ես հարստացել եմ կամ չգիտեմ իմ պետական եկամուտների հայտարարագրում կան մեծ գումարներ, դա փորձել համադրել իմ զբաղեցրած պաշտոնների հետ, բայց դա բացարձակապես իրականության հետ չի համապատասխանում, ինչի համար։ Պաշտոնները չեն ազդել ձեր եկամուտների գոյացման վրա։ Ախր
Ես հիմա ուղղակի ամբողջ կամերաների տակ ես փորձեմ ավելի կոռեկտ պատասխանեմ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ իմ եկամուտները որտեղից են, այսինքն դա եթե դուք փողոցում ցանկացած մարդու մոտենաք հարցնեք, որը ճանաչում է ինձ, իրենք դες կպատասխանեն իմ եկամուտները որտեղից են։ Աստված չէ, եթե չեմ սխալում, նվիրատվություններ եք միլիոնավոր դոլարների ստանում։ Աստված տվել է, որ մեր ընտանիքը հարուստ ընտանիք է։ Ես դրանով միայն հպարտ եմ։ Վերջին 10 տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը երրորդ շաբաթն է ճաղերի ետևում է։ Ապօրինի զենք ձեռք բերելու և փոխադրելու մեջ կասկածվող ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, Սեֆիլյանը ոչ մի կապ չունի երևանյան մի ավտոմեքենայում հայտնաբերված զենքի հետ և նրան ազատազրկել են քաղաքական դրդապատճառներով։ Այսօր ազատամարտիկի աջակիցները բողոքի երթով շարժվել են դեպի Բաղրամյան 26։ Ազատություն քաղբանտարկյալներին պաստառներով այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ երթով հասան Բաղրամյան 26 նախագահ Սերժ Սարգսյանից պահանջելով ազատ արձակել հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին։ Ոչ ենք տանում տներում չնստել, դուրս գալ փողոց և միանալ երթին։ Մեր իշխանությունները այս պահի դրությամբ ձերբակալում և ազատազրկում են այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր ճշմարտությունն ասում են։ Երթի մասնակիցների համոզմամբ Սեֆիլյանին առաջադրված ապօրինի զենք պահելու մեղադրանքը շինծու է։ Կալանավորման իրական պատճառը ապրիլյան քառօրյա պատերազմում կորսված տարածքների փաստը հրապարակելն է։ Վտանգված է ամենամեծը, մայր Հայաստանը, Հայաստան, Հայաստան։ Ազատ արձակեք բոլոր քաղբանտարկյալներին, հայրենիքի արժանի զավակներին, բոլոր նվիրյալներին, Ժիրայր Սեֆիլյանը, Վալոդյա Ավետիսյանը, Շանթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը և Հայկ Գյուղեղյանը, դրանք հայրենիքի նվիրյալներ են։ Մեջ բերելով մայիսին Վիեննայի բանակցություններից վերադառնալիս Սերժ Սարգսյանի օդանավում արված այն հայտարարությունները, թե կորսված 800 հեկտարը ռազմավարական նշանակություն չունի, իսկ ցանկացողները կարող են ետ գնալ և վերադարձնել այդ տարածքները, հիմնադիր խորհրդարանի համակիրները պնդում էին, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում հայաստանյան իշխանությունները տարածքային զիջումների են պատրաստվում ու այդ ծրագիրն իրականացնելու համար է, որ մեկուսացնում են ընդդիմախոսներին։ Շատ լավ գիտակցելով, որ մինչև հագարագործին մենք չբերենք ձունգի, ոչ մի խաղաղություն չենք ստանալու։ Ապրիլին առնվազն 118-ից 20 տարեկան հայ երիտասարդներ իրենց կյանքը տվեցին այդ հայրենիքի համար։ Ոմանք համարելով դրանք անպետք տարածքներ պատրաստ են նվիրաբերել։ Ոնց դուք կարող եք ուրանալ այդպիսի երիտասարդի խոսքեր վերջին պահին նռնակի պայթյունի ներքո, որ չհանձնեք ոչ մի մետր, այստեղ իմ աղբերների արյունն է թափված, ուրեմն մենք կգնանք, այդ թափված արյունը կազատագրենք, մենք թույլ չենք տա, որ 5 շրջաններ հացվի իրականության փաստաթղթով։ Չնայած քննչական կոմիտեի հայտարարությանը, թե Ժիրայր Սեֆիլյանը ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով զավթել շինություններ, կապի միջոցներ, այդ թվում Երևանի հեռուստաաշտարակը, անցյալ ամիս ազատամարտիկին մեղադրանք առաջադրվեց միայն մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենքի շրջանառություն կազմակերպելու համար և նախնական 2 ամսյա կալանք նշանակվեց։ Քննչական մարմնի այս որոշումը Սեֆիլյանի փաստաբաններին այսօր չհաջողվեց բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Պաշտպան Արա Զաքարյանը ավելի քան 1 ժամ նիստի մեկնարկին սպասելուց հետո որոշեց հեռանալ։ Պետք է մարդկային վերաբերմունք լինի, դուրս գան որևէ տեղեկություն հայտնեն, ասեն մոտավորապես այսին ժամին կգտնվի, որևէ տեղեկություն ես չունեմ, ես 1 ժամից ավել է սպասում եմ, որևէ ինֆորմացիա ինձ որևէ մեկը չի հայտնել, թե ի վերջո այսօր լսվելու է թե չէ, թե լսվելու է որ ժամին։ Նման վերաբերմունքն ինձ համար անընդունելի է։ Մինչ հիմնադիր խորհրդարանի աջակիցները փողոցում նաև Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու կոչեր էին հնչեցնում, կենտրոնի դատարանում շարունակվում էր ակտիվիստի գործով դատավարությունը։ Ամանորի կեսգիշերից ազատազրկված ոստիկանի դեմ բռնության մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանի դեմ ցուցմունքներ էին տալիս միայն ոստիկանները, ընդ որում նրանք չեն հիշում միջադեպի պաշտպանվող կողմին հետաքրքրող մանրամասները, փոխարենը պնդում են Գևորգը հարվածել է իրենց վերադասին։
Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու ձախողված փորձից հետո ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի այսօրվա դատավարության ժամանակ ևս վկա ոստիկանները ըստ պաշտպանական կողմի հակասական ցուցմունքներ տվեցին։ Ոստիկան Լևոն Մզրոխյանն անցած կես տարվա իրադարձությունից միայն մեկ դրվագ էր լավ հիշում, թե ինչպես է Նոր Հայաստան ընդդիմադիր շարժման անդամը հարվածել իր վերադասի հրեշտակների գումարտակի հրամանատար Գեգամ Խաչատրյանի աճունքին, ինչից հետո ինքը նրան տեղափոխել է հիվանդանոց։ Հիմա հարցնում եմ, եթե դուք չեք հիշում Գևորգ Սաֆարյանի երբ որ մոտեցել եք, ինչպես եք պնդում, որ Գևորգ Սաֆարյանը հարվածել է Գեգամ։ Ես չեմ կարող պատասխանել արդեն դատավորի։ Ինչքան վաղ հետո է Գևորգ Սաֆարյանը մոտեցել, բայց եղել եմ վիճատեպը, ես եղել եմ կանգնած այդտեղ, որովհետև ինքը հարվածել է Գեգամ Խաչատրյանին այդ պահին, ես կողմն եմ եղել կանգնել Խաչատրյան Գեգամը։ Բայց ես չեմ կարող ասել ինչքան վաղ հետո եկավ, թե մնաց հետո եկավ, թե մոտենաց ու եկավ։ Վկա ոստիկանը շտապեց բացատրել, թե ինչու է հիշողության մեջ միայն այդ դրվագը տպավորվել։ Փաստորեն այս ամբողջ միջադեպից դուք հստակ նկարագրեցիք մենակ Գևորգ Սաֆարյանի հարվածելու պահը։ Մնացած բոլոր հարցերին ասացիք չեմ հիշում, լավ չեմ հիշում եւ այլն։ Ինչով է տպավորել ձեզ այդ պահը, որ մենակ այդ պահից բացի ուրիշ բան չեք հիշում։ Չէ՞ որ այդտեղ ավելի լուրջ դեպքեր ա տեղի ունեցել։ Նրա այս հայտարարությունից հետո Գևորգ Սաֆարյանի աջակիցները փրկացին, որի պատճառով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդմիջեց նիստը եւ երկու քաղաքացու հեռացրեց դահլիճից։ Դատական կարգադրիչները նրանց թևանցուկ դուրս տարան դատարանից։ Կարգը դուք խախտում եք, խախտելու համար դուք հենց հիմա դուրս եք գրավում նիստերի դահլիճից։ Դուրս եք։ Վկա ոստիկան Մզրոխյանը շարունակելով ցուցմունքը այդպես էլ չկարողացավ պատասխանել ընդդիմադիր ակտիվիստի պաշտպան Տիգրան Հայրապետյանի հարցերին, չհիշեց, թե մինչ Ազատության հրապարակ գալը վերադասի կողմից արդյոք հրահանգ ստացել է, որ ցուցարարներին թույլ չտան Եղևնին հրապարակ բերել։ Չմտաբերեց նաև, թե տեղի ունեցածի տեսագրությունը քննիչի մոտ ցուցմունք տալու ժամանակ դիտել է, թե ոչ, չհիշեց նաև, թե միջադեպի սկզբում Գևորգ Սաֆարյանը հրապարակում է եղել, թե ոչ։ Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, թե կան ակնհայտ հակասություններ վկա ոստիկանի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների միջև։ Ասեմ, որ վկան նախաքննության ընթացքում հստակ նշել է տոնածառի հետ կապված, որ տոնածառի մասին այստեղ ասես չեմ հիշում։ Հստակ նշել է, որ թե իրենք որ մոտեցել են, խոսել են, ցանկացել են պարզել տոնածառով համազգեստով այդ երիտասարդից թե բանն ինչումն է, այստեղ հեքեց։ Հստակ նշել է, որ ձեռնամարտի հնարք կիրառվել է իր կողմից, այստեղ հրաժարվեց։ Հստակ նշել է, որ ձեռնամարտի հնարք եղել է իր ծառայեկիցների կողմից, այստեղ հրաժարվեց։ Հստակ նշել է, թե ինչպես է ինքը հեռացնում Գեգամ Խաչատրյանին, մանրամասը նկարագրելով այդ դրվագները, այստեղ հստակ եկեք ասած այդպիսի բան չի եղել։ Հայրապետյանը դատավորին միջնորդեց հրապարակել ոստիկանի նախաքննական ցուցմունքները։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, թե որոշ դրվագներում իսկապես հակասություններ կան, բավարարելով Սաֆարյանի պաշտպանի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը հակասություններ գտավ նաև մյուս վկայի ոստիկան Վահագն Ղազարյանի ցուցմունքներում։ Հաջորդ դատական նիստին Տիգրան Հայրապետյանը կանդրադառնա դրանց։ Շարունակվում են ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմում կադրային փոփոխությունները, կան նոր նշանակումներ։ Նախագահ Սարգսյանի հրամանագրերով փոխվել են Հայաստանի զինված ուժերի 5 բանակային կորպուսներից 3-ի հրամանատարները, ընդ որում 3-րդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը, իսկ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Անդրադառնանք տարածաշրջանային զարգացումներին։ Վրաստանի իշխանությունները գոհ են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի այցի արդյունքներից։ Առաջիկայում հարևան Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը հատկապես կխորանա ռազմական ոլորտում։ ԱՄՆ-ի պետքարտուղարը Վրաստանից հետո մեկնել է Ուկրաինա, որը նրա երկրորդ եւ վերջին հանգրվանն է հետխորհրդային տարածքում։ Վրաստանի ղեկավարությունը գոհ է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի 3 Թբիլիսի կատարած պաշտոնական այցի արդյունքներից։ Այսօր Վրաստանի կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Იყო ძალიან წარმატებული ვიზიტი.
Սա շատ հաջողված այց էր, մենք շատ օգտակար երկխոսություն ծավալեցինք եւ այս այցը շատ հստակ արդյունքների է հանգեցրել։ Բացի այդ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այցը մեր երկրին ցուցաբերված շատ նշանակալի աջակցության եւս մեկ դրսեւորում էր։ Շատ կարեւոր է, որ այս այցը կազմակերպվեց ՆԱՏՕ-ի Վարշավայում մեկնարկող գագաթնաժողովի նախօրեին։ Այս այցով եւս մեկ անգամ ապացուցվեց, որ Վաշինգտոնն աջակցում է Վրաստանի Եվրատլանտյան ձգտումներին, նշում է Կվիրիկաշվիլին, հատուկ ընդգծելով, որ Ջոն Քերիի Թբիլիսյան այցի գլխավոր ձեռքբերումներից մեկը կարելի է համարել պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին նվիրված վրաց-ամերիկյան հուշագրի ստորագրումը։ Რაც ախալ չարչոսքունիս ամիմարտուլը վիտանաշոնվոբազե Պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում համագործակցության խորացմանը միտված այս հուշագիրը նոր սահմաններ է գծում, որոնց շրջանակներում էլ հետագայում զարգանալու է մեր երկու պետությունների ռազմական համագործակցությունն։ Այս հուշագրի ստորագրման շնորհիվ մենք կարողանանք նոր պաշտպանական սպառազինություններ ձեռք բերել, այսօր հայտարարում էր Կվիրիկաշվիլին։ Հուշագրի տեքստը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն իր կայքում հրապարակեց 3 ուշ երեկոյան։ Դրանից պարզ է դառնում, որ առաջիկայում Վաշինգտոնը լուրջ աջակցություն կցուցաբերի Վրաստանին, հատկապես բանակի արդիականացման համար։ Մասնավորաբար մի շարք նոր համատեղ զորավարժություններ կանցկացվեն, Միացյալ Նահանգները կաջակցեն Վրաստանի ցամաքային, ծովային եւ օդային սահմանների ամրապնդման, ինչպես նաեւ կիբերանվտանգության ոլորտում Վրաստանի կարողությունների ուժեղացմանը։ Իսկ պետքարտուղար Քերիի ուղևորությունը հետխորհրդային տարածք շարունակվում է։ Այսօր կեսօրին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ղեկավարը Թբիլիսիից ժամանեց Կիև։ Ուկրաինայի մայրաքաղաքում նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների ժամանակ Քերին նշում էր, որ ամերիկյան ղեկավարությունը հստակորեն տեսնում է, որ Կիևն անում է ամեն ինչ Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու եւ արևելյան Ուկրաինայում ծագած հակամարտության քաղաքական հանգուցալուծումը գտնելու համար։ Քերիի խոսքով այժմ Վաշինգտոնը նույն ակնկալիքներն ունի նաեւ Մոսկվայից։ If Russia chooses the path of de-escalation and full implementation of Minsk. Եթե Ռուսաստանը ընտրի իրադրության լարվածությունը նվազեցնելու եւ Մինսկի համաձայնագրերի լիակատար իրագործման ուղին, ապա ողջ միջազգային հանրությունը կողջունի Մոսկվայի նման պահվածքը։ Քերին այսօր Կիևում կայացած ասուլիսի ժամանակ նաեւ նշում էր, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Դրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգների Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը միայն բարոյական կամ քաղաքական չի լինի։ And today I informed President Poroshenko. Այսօր ես տեղեկացրեցի նախագահ Պորոշենկոին, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային շուրջ 23 միլիոն դոլարի անհապաղ հավելյալ մարդասիրական օգնություն կցուցաբերեն։ Այս միջոցները նախատեսված են արևելյան Ուկրաինայում ծավալված հակամարտությունից տուժած հազարավոր մարդկանց օգնելու համար, հայտարարում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Միջազգային լրահոսի մյուս կարևոր իրադարձությունները կներկայացնենք մեկ տեսաշարով։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Վարշավայում խիստ ուժեղացվել է անվտանգությունը։ Լեհաստանի մայրաքաղաքում անվտանգությունը հսկում են ավելի քան 6000 ոստիկաններ, զինվորականներ եւ անվտանգության ուժերի աշխատակիցներ, Reuters-ին հայտնել է Լեհաստանի կառավարության պաշտոնյան։ Ամբողջ աշխարհից ակնկալվում է 5 տասնյակ պատվիրակությունների ժամանում Լեհաստանի մայրաքաղաք։ Վարշավայի գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման։ Հնարավոր է նախագահի պաշտոնում սա լինի Օբամայի վերջին այցելությունը Եվրոպա։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Ռուսաստանին, ասելով, թե Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում խարխլում են ՆԱՏՕ-ի անդամ արևելյան երկրների վստահությունը դաշինքի հանդեպ։ Երբ խոսքի եւ գործողությունների արդյունքում կասկածի տակ է առնվում միջազգային իրավունքը եւ սահմանների անձեռնմխելիությունը, վստահությունն իհարկե կորչում է։ Այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է Անգելա Մերկելը, ընդգծելով. Արևելքում մեր դաշնակիցները հստակ վստահության կարիքն ունեն։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան կայցելի հուլիսի 11-ից 12-ը։ Այսօրվա մամուլի բրիֆինգում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Լավրովի այցի օրակարգում Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններն են եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը։
Հայաստանի վարչապետը այսօր երեկոյան կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Հովիկ Աբրահամյանը մասնակցելու է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որն անցկացվելու է հուլիսի 8-ին։ Չինաստանի կենտրոնական եւ հարավային շրջաններում շարունակվող ջրհեղեղներից հազարավոր մարդիկ են տուժել։ Փրկարար աշխատանքները շարունակվում են։ Անցած շաբաթվա ընթացքում ջրհեղեղներից 130 մարդ է զոհվել, վնասվել են գրեթե 2 միլիոն հեկտար ցանքատարածքներ, ինչը տնտեսությանը ուղղակիորեն 38 միլիարդ յուանի վնաս է պատճառել։ Այսօրվա կուրսով այն կազմում է մոտավորապես 5 միլիարդ 700 միլիոն դոլար։ Չնայած հորդառատ անձրևները դադարել են, բայց ջրերի մակարդակը շարունակում է բարձր մնալ եւ որոշ վայրերում մարդիկ ստիպված են նավակներով տեղաշարժվել։ Այսօր վաղ առավոտյան Ղազախստանի Բայկանուր կայանից տիեզերք է ուղարկվել ռուսական Սոյուզ տիեզերանավը։ Տիեզերանավում ռուսաստանցի, ամերիկացի եւ ճապոնացի տիեզերագնացներ են։ Նրանց վերադարձը երկիր ակնկալվում է հուլիսի 9-ին։ Այսօր երեկոյան կայանալու է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը։ Ֆրանսիա-Գերմանիա զույգի հաղթողը դուրս կգա եզրափակիչ, ուր չեմպիոնի կոչման համար կխաղա Պորտուգալիայի հետ։ Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը այսօր անցկացվում է Մարսել քաղաքում, որտեղ հավաքվում են ֆրանսիացի եւ գերմանացի ֆուտբոլասերները։ Յուրաքանչյուրը հավատում է իր թիմի հաղթանակին։ Ֆրանսիացի ֆուտբոլասեր Բեռնարը նշում է, որ 1958 թվականից ի վեր Ֆրանսիան չի հաղթել Գերմանիային։ Կարծում եմ վերջապես եկել է մեր հերթը, ասում է նա։ Գերմանիայի ֆուտբոլի ընկերակցությունը հատուկ ավիաչվերթ է պատվիրել Գերմանիայի ֆուտբոլային ֆաներին Ֆրանկֆուրտից Մարսել հասցնելու համար։ 275 տեղանոց օդանավի յուրաքանչյուր տոմսի արժեքը մոտավորապես 400 եվրո է։ Իսկ Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչ խաղից առաջ մարզվում է, սպասելով այսօրվա հանդիպման հաղթողին։ Վերադառնանք Հայաստան։ Այսօր Շենգավիթի դատարանում մեկնարկել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությունը։ Մեղադրյալի աթոռներին 2 բժիշկներ են։ Մերի հարազատների պնդմամբ նորմալ հղիություն տարած կինը կյանքից հեռացել է բժիշկների անփութության եւ անուշադրության հետևանքով։ Նրա հղիությունը հսկած բժիշկներից մեկի փաստաբանն այսօր նիստին ներկա չէր, ինչի պատճառով այն հետաձգվել է։ Այսինքն պաշտպանում է, թող բարիները պաշտպանը գարնացականիստին, գործունեությունների ցանոթ։ Ես միտում եմ տեսնում ձեր կողմից, միտում նա որ պաշտպանը չկա, ու պաշտպանը կա, որ նման միջնորդության հանդիստ է։ Երկրորդն էլ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը դատարանին անկախ նյութերի ծավալից տրամադրում է 15 ժամկետ գործունեությունների ցանոթանալու, իսկ ես դες 1 ամիս ժամկետ չեմ տրամադրի գործունեությունների ցանոթանալու։ Բարձր հասկանալի է։ Շորիկներ, օրորոց, սայլակներ, ամեն ինչ պատրաստ սպասում էինք բալիկին եւ բալիկը երբ 1 օր ապրեց, գոնե այդ հույսը մնում էր, որ գոնե բալիկին հնարավոր կլինի փրկել, բայց ցավոք հիվանդությունը, որի պատճառով մերին գնաց, այդ թոքերի երկկողմանի թոքաբորբը փոխանցվել էր նաեւ բալիկին եւ բալիկը գնաց մայրիկի հետ։ Ակնկալում եմ արդարություն, ես վստահ եմ, որ կլինի արդար որոշում եւ մենք հետագայում կկարողանանք կանխարգելել հետագա ողբերգությունները, որոնք հնարավոր է որ լինեն։ 3 հորդ անձրևի պատճառով ապարանում մոտ 2 տասնյակ ընտանիքներ են տուժել, խեղդվել են անասուններ, վնասվել բնակելի տներ։ Քաղաքի մաշված սելավատարները չեն կարողացել հեռացնել ջուրն ապարանի փողոցներից, վնասները դեռ գնահատվում են։ Նայ ոնց է։ Էսի դրան մուտքն է արդեն էս մի կողմից։ Հիմա Հիմա այս պատվալը քանդում եմ, էսի օբշի, որ մեջը երևի 50 տոննա ջուր ա եղել լցած էլի, էդի կրճել ենք կեսը, ասենք, քաշել ենք նասոսով։
Հիմա դեռ ջուր կա, բայց։ Հա, ներսը ջուր կա։ Հիմա կեսից բասեյներն ա լցած, ներսը լցած, հիմա այդ մնացած տիղմող բանը, որ հիմա ստիված էս պատը քանդում եմ, դուր բացեմ, որ կարողանանք սկոմից աշխատանք անենք։ Այնտեղ շատ փոս է։ Համեր այդ պատուանը հասել է։ Ինչ անասուններ են։ Այնտեղ ասենք խոզեր բաներ կար հանել ենք, տենց շատ վնաս չի տվել, էլի։ Ջուրը այն կոմից եկել են, պատից մոտից ոկա տենց։ Այդ եկել է գոմերեստը։ Ջուրները խոզը տակն են, դրանք շատ արել է 8 հատ, 15 հավատար է։ Ու սեր հետ կերել իրանց, որ sense գնացել է։ Աչի հասցրեցիք, բացեիք բանանեք։ Դու չենք ելնել մենք։ Հա։ Ճիշտ հաշվարկած չեն փաստորեն սելավատարը։ Ո՞վ պիտի հաշվարկի սելավատարները։ Բայց ով կարող է հաշվարկել, որ այսքան տարիների ընթացքում այսքան հորդառատ անձրև կլեր, որ ես նախադեպը չեմ տեսել։ Իսկ այս պետությունը այսօր ունի նման հնարավորություններ, որ այնքան միջոցներ հատկացնի, որ սելավատարները կառուցապատվեն։ Այսինքն մենք սելավատարներ ունենք, որ հողային սելավատարներ են, հողը մաքրում ենք, առու ենք պատրաստում, դրանք օգտագործում ենք որպես սելավատար։ Իսկ նորմալ սելավատարը պիտի բետոնապատվի, այնտեղ ամբարներ պիտի կառուցվեն, որ անդադ միայն ջրահոսի տիղմը նստված տա, որ անդադ տիղմը մաքրենք, հեռացնենք եւ այլն։ Բրիտանական գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին անգլիական Մանչեսթեր Յունայթեդ, որի ֆեյսբուքյան էջը 3 ազդարարեց. մենք հաստատում ենք Մխիթարյանը կարմիր է։ Կարմիր շապիկով Մխիթարյանի լուսանկարն այսօր անգլիական հեղինակավոր ակումբի էջի գլխավոր նկարն է, իսկ հայազգի ֆուտբոլիստը ըստ բրիտանական մամուլի Մանչեսթեր Յունայթեդի այս տարվա գլխավոր ձեռքբերումը։ Բրիտանական գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները BBC-ից մինչև Guardian ու Telegraph այսօր անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ընդգծելով. Ժոզե Մորինյոյի այդ քայլը կարող է նոր շունչ հաղորդել կարմիրների ակումբին։ Մխիթարյանը Մանչեսթեր է գալիս Բունդեսլիգայի լավագույն հարձակվող կիսապաշտպանի համբավը վաստակած։ Արագությունն ու ճարպկությունը նրան վտանգավոր են դարձնում ցանկացած իրավիճակում, բայց նա կարող է ստանձնել նաև ստեղծագործ 10-րդ համարի դերը, անհրաժեշտ պահի տուգանայինում հայտնվելու հնարավորությամբ գրել է Guardian-ը հիշեցնելով. երբ Մխիթարյանին հարցրել են ինչ կաներ, եթե ֆուտբոլիստ չդառնար, պատասխանել է վազորդ կլինեի։ Այս առումով նա շատ կարևոր ձեռքբերում է մի թիմի համար, որն անցած մրցաշրջանին երբեմն այնքան դանդաղաշարժ էր, ասես զբոսանքի էին դուրս եկել, ոչ թե ֆուտբոլ խաղալու։ Telegraph-ը ներկայացնում է Մանչեսթեր Յունայթեդի նորանշանակ մարզիչ Ժոզե Մորինյոյի խոսքերը։ Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որն այնքան մեծ օգուտներ է բերել եւ իր ակումբին, եւ հայրենիքին։ Նա իրական թիմային խաղացող է մեծ ունակություններով, տեսլականով եւ լավ աչք ունի հնարավոր գոլերը տեսնելու համար։ Guardian-ը մեջբերում է նաև Մխիթարյանի նախորդ մարզչի Յուրգեն Կլոպի խոսքերը. կասկած չկա, որ նա աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, որը միաժամանակ եւ արագություն ունի եւ տեխնիկայի է տիրապետում։ Զարմանալի չէ, որ Հայաստանից են նաև աշխարհի լավագույն շախմատիստները։ Նրանք մտածող, ստեղծագործ, աշխատասեր տեսակ են, պնդել է գերմանացի հայտնի մարզիչը։ Ինքը Մխիթարյանը 3 Մանչեսթեր ակումբին տված հարցազրույցում ասել է Յունայթեդին միանալը մի առաջարկ էր, որ չէի կարող մերժել։ Ոգևորված եմ, որ այստեղ եմ։ Ինձ համար մեծ հնարավորություն ու նոր մարտահրավեր է խաղալ այս ակումբում, որն աշխարհի լավագույններից մեկն է։ Փորձեմ ցուցադրել իմ լավագույն որակները։ Ինձ համար հաճելի կլինի խաղալ Ռունի Իբրահիմովիչի նման թիմակիցների հետ։ Հրաշալի մրցաշրջան է սպասվում։ Մարզական կարիերան հայկական Փյունիկում սկսած եւ հիմա անգլիական Պրեմիեր լիգա հասած Մխիթարյանը նշել է. ես երկար ճանապարհ եմ անցել մինչեւ այստեղ հասնելս, սակայն ինձ համար սա դեռ գագաթնակետը չէ։ Ես կարող եմ ավելի հեռուն գնալ եւ երջանիկ եմ դրա համար, քանի որ կարծում եմ ամեն ինչ ճիշտ եմ արել իմ կյանքում առաջ գնալով քայլ առ քայլ։ I think I did everything right in my life and I'm going step by step forward. Իդեպ ակնկալվում է, որ Մխիթարյանը կարմիրների ակումբի կազմում առաջին խաղը կանցկացնի իր հին թիմի Դորտմունդի Բորուսիայի դեմ։ Մի փոքր տարօրինակ կլինի հանդիպել իմ նախկին թիմակիցների հետ, այն էլ հենց առաջին խաղում, բայց ինչ արած, Մանչեսթեր Յունայթեդն այժմ իմ նոր թիմն է եւ պետք է վարժվել դրան։
Իդեպ 27-ամյա ֆուտբոլիստի մասին գրեթե բոլոր հրապարակումներում հատուկ նշվում է ֆուտբոլի հանդեպ սերը նա դեռ հորից է ժառանգել ու կորցրել է 7 տարեկան հասակում։ Մխիթարյանը եւս չի շրջացել այս թեման 3 Մանչեսթեր ակումբին տված հարցազրույցում։ Երբ հայրս խաղում էր, ես շատ փոքր էի ֆուտբոլը հասկանալու համար, բայց երբ հայրս մահացավ, սկսեցի երազել ֆուտբոլից դառնալու մասին։ Ուզում էի նրա գործը շարունակել եւ հուսով եմ ճիշտ ճանապարհին եմ։ Անգլիական թերթերից մեկն էլ մեջ բերել է վերջին հարցազրույցներից մեկը, որտեղ Մխիթարյանն ասել էր. «Դուք պատկերացնել անգամ չեք կարող, թե որքան կուզեի, որ հայրս հիմա կողքից լիներ, եթե նա կենդանի լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ»։ Հանրապետական կուսակցության գրասենյակում հիմա տեղի է ունենում գործադիր մարմնի նիստ, որին կհաջորդի կուսակցության խոսնակ Էդուարդ Չարմազանովի ասուլիսը, իմ գործընկերները Մելիք Ադամյանում են, ավելի ուշ մենք ուղիղ կապ կհաստատենք նրանց հետ, իսկ հիմա ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն։ Ազատություն TV, անտեսանելին տեսանելի։ Օրվա ցանկացած պահի, միշտ հասանելի, ձեզ հարմար վայրում։ Եթե կա իրադարձություն, դուք ականատես եք։ Ուղիղ հեռարձակում, իրականությունը ինչպես որ կա։ Ազատություն TV։ Միայն հավաստի լուրեր։